Դեռ ինտրիգներ կա եւ շատ կա։ Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը չի կարող 100%-ով վստահ լինել, որ առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չի կորցնի իշխանությունը։ Նման բանակցություններ հավաստիացնում եմ ձեզ, իրենք տեղի են ունենում։ Բոլոր ռեսուրսները պետք է մոբիլիզացված լինեն։ Հայաստանն է փաստացի, որքանով դա ծիծաղելի կարող է ինչ է, Հայաստանն է ինվեստիցիա անում ամերիկյան էկոնոմիկայի մեջ։ Թուրքիայի աջակցությունը, եթե սահմանափակվի միայն հայտարարությամբ, որ աջակցում են, դա, այսպես ասենք, չարյաց փոքրագույնն է, կա ընտրելու բան։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հակոբյան, ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան հակասական ծայրահեղական տրամադրություններ առաջ բերեց կամ հերթական պատճառներ, որպեսզի այդ տրամադրությունները դրսևորվեին։ Մի դեպքում իշխանական նարատիվը նրա մասին էր, որ գործ ունենք փրկչական առաքելության հետ, ընդդիմությունը փորձում էր ճիշտ հակառակը համոզել։ Մեծ հաշվով ակնհայտ էր, որ ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծին եւ բնականաբար ուրախ կլինեն, եթե այդ գիծը շարունակվի եւ գծի շարունակությունը լինի Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Քաղաքական աջակցություն Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Դուք կարող եք անել եւ խաղալ այն կանոններով, որը նախընտրում եք, մենք աչք ենք փակելու կամ հաճախ նաեւ սատարելու ենք։ Սա նաեւ մեսիջ է բնականաբար ընդդիմությանը։ Հիմա, որպեսզի չստացվի այնպես, որ հունիսի 8-ին ընդդիմությունը արթնանա ու ասի, մենք պարտվեցինք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ուներ աշխարհաքաղաքական աջակցություն եւ ցիտեն օրինակ Վենսին։ Ինչ պետք է անեին մինչեւ այս պահը եւ ինչ պիտի անեն առավել եւս այս պահից հետո։ Գիտեք, ընդհանրապես դուք գրեթե շատ բան ասացիք։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ ընդդիմությունը պետք է ընկալելի լինի բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների համար առհասարակ։ Տեսեք, Վենսի մասին ենք խոսում, Վենսը խոսում է քաղաքական կուրսի մասին, ընդհանուր առմամբ։ Իմիջիայլոց նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարը, երբ այդ հայտնի իր հայտարարությունը ասեց, էլի խոսքը գնում էր քաղաքական կուրսի մասին։ Տվյալ դեպքում այդ քաղաքական կուրսը բնականաբար ուղղակիորեն ասոցիացվում է այսօրվա գործող վարչապետի եւ նրա թիմի հետ։ Այսինքն ես կարծում եմ, որ օրինակ նույն Վենսի համար առանձնապես մեծ տարբերություն չկա սկզբունքային առումով, թե ասենք հունիսի 8-ին վարչապետը կլինի Նիկոլ Փաշինյանը, թե մեկ այլը, եթե ինքը համոզված լինի, որ նրանք, ովքեր որ կարող են գալ իշխանության, իրենք գիծը առաջ այսպես ասենք, մոտավորապես այս գծի մեջ կլինեն։ Իհարկե, կարող են ակնկալել, ասենք նույն Վենսը կամ այլ քաղաքական ուժերը, ես հիմա Թուրքիայի, Ադրբեջանի մասին չեմ ասում, որտեղ դա լրիվ այլ, ինչպես ասում են, օպերայից են այդ հարաբերությունները, բայց գեոքաղաքական այն կենտրոնները, որոնք ուզում են գեոքաղաքական ինչ-որ ծրագրեր կամ գեոտնտեսական նույնիսկ ծրագրեր իրականացնել, նրանց համար շատ ավելի կարևոր է, թե արդյոք այն ծրագրերը, որոնք իրենք նախանշել են, իրենք սկզբունքորեն ստրատեգիական առումով հնարավոր կլինի իրականացնել նաև ապագայում, որովհետև նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը չի կարող 100%-ով վստահ լինել, որ առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չի կորցնի իշխանությունը։ Այսինքն իրենց համար իրենք չեն կարող ընդհանրապես խաղադրույքը դնել միայն մեկ քաղաքական ուժի վրա։ Ես կարծում եմ, որ բնականաբար հայտարարություն եղավ, ընդ որում բավականին ես կասեի բաց տեքստով, նույնիսկ ակնարկ չէր, սա, բայց դա չի նշանակում, ենթադրում եմ, որ չեն աշխատելու նաև այլ քաղաքական ուժերի հետ, որոնք ընդդիմադիր բևեռում են։ Դա դասական։ Դա դասական, ընդ որում ամերիկյան դասական սխեմա է, օրինակ հիմա վերջին շրջանում, վերջին տարիներին ռուսներն էլ են սկսել այդ սխեմայով աշխատել, մինչև վերջի շրջանը, այսինքն կարծում եմ ուկրաինական ճգնաժամը, իրենք հիմնականում միշտ, ինչպես հայտնի է, խաղադրույքը դնում են գործող իշխանության վրա։ Ընդդիմության հետ գրեթե չէին աշխատում, նույնիսկ չէին շփվում շատ դեպքերում։ Հիմա ես կարծում եմ, որպեսզի ես կարծում եմ մեր ընդդիմությունը, ընդդիմության տարբեր բևեռներ է իհարկե, բայց հավաքական առումով դա կոչենք ընդդիմությունը, պետք է հասկանալի լինի
ընդդիմության արտաքին քաղաքականությունը, արտաքին պրիորիտետները եւ մասնավորապես նաեւ տրիպի հետ կապված իրենց նախապատվությունները եւ ծրագրերը պետք է հասկանալի լինեն բոլոր շահագրգիռ գեոքաղաքական եւ ռեգիոնալ տերություններին։ Պարոն Հակոբյան, ներողություն մի ճշգրտում, հասկանալի, հավասար է, ընդունելի։ Հասկանալի նշանակում է, որ եթե դա հասկանալի լինելով նաև եթե նույնիսկ 100% ընդունելի չի, բայց այնուամենայնիվ կան լուֆտ, այսպես ասենք, պայմանավորվելու ինչ-որ ծրագրերի շուրջ, ինչ-որ նյուանսների շուրջ, ապա դա քրիտիկական չի լինելու, ասենք գեոքաղաքականների համար, գեոքաղաքական ուժերի համար։ Այդ իսկ պատճառով, եթե նկատել եք, մեր ընդդիմության ըստ էության բոլոր սեգմենտները, որոնք արտահայտվել են, այս նույն թե տրիպ ծրագրի վերաբերյալ, թե Վենսի այցի նկատմամբ, իրենք կատեգորիկ չեն իրենց դիտարկումներում։ Հիմնականում ողջունելով որ ըստ էության այց է այսպիսի տեղի ունեցել, փաստելով, որ դա շատ կարևոր այց է, որովհետև Միացյալ Նահանգները դա լրջագույն գեոքաղաքական ուժային կենտրոն է, որը որ անկախ մեր ցանկությունից կամ չցանկություններից իրենց նկրտումներն են ցուցաբերում մեր տարածաշրջանում, այնուամենայնիվ, այսինքն հիմնականում կատեգորիկ չէին իրենց նկրտումները, իրենց հայտարարություններում, գնահատականներում։ Այլ հարց է, որ ավելի շատ քննադատության էր ենթարկում Հայաստանի իշխանությունը, որովհետև Հայաստանը համարվում է, որ Հայաստանի իշխանությունները Հայաստանի շահը ամբողջ ծավալով չեն կարողացել ներկայացնել, իսկ թարգմանության հետ այդ հայտնի սկանդալը ըստ էության դիտարկվում է որպես միտումնավոր քարոզչական հնարք, որը որ իհարկե իր բնույթով էժանագին է, որովհետև շատ արագ է բացվում, ինքը երկար կյանք չէ կարող ունենալ, բայց այնուամենայնիվ 9 միլիարդի այո, այսպես կոչված 9 միլիարդի շուրջ։ Այսինքն եթե դու կարողանում ես աշխարհաքաղաքական այնպիսի կենտրոնի, ինչպիսի Միացյալ Նահանգներն է, ցույց տաս, որ դու, այսպես ասենք, դագավառоспասոբնի ես, այս բառը ռուսերեն ավելի լավն է, այսինքն ընդունակ ես պայմանավորվել, այդ թվում նաև հաշվի առնել ռեալությունները, որոնք գոյություն ունեն, այսինքն դու չես հայտարարում ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր ասում Արցախի հարցի շուրջ զրոյական կետից ես ամեն ինչ սկսելու, ամեն ինչ քանդելու ես եւ այլ, ապա ես կարծում եմ նման պարագայում դու շանս ես ունենում նաև խոսել ինչ-որ պայմանների շուրջ, այդ թվում նաև առաջիկա ընտրությունների շուրջ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եվ նման բանակցություններ հավաստիացնում եմ ձեզ, իրենք տեղի են ունենում։ Ես ձեզ կարող եմ ասել, որ գրեթե ամենօրյա ռեժիմով նույն արևմտյան դեսպանատներում կամ այլ միջազգային կառույցներում տեղի են ունենում հանդիպում մեր ընդդիմադիր դաշտի տարբեր բևեռների ներկայացուցիչների հետ եւ կարծում եմ քննարկվում է ամբողջ սպեկտրը առասարակ նույն հայ-ամերիկյան հարաբերությունների, այսինքն քննարկվում է գնահատականներ են տրվում եւ ես կարծում եմ նաեւ մեր ընդդիմադիրները նաեւ ներկայացնում են իրենց պատկերացումները, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի։ Փորձում են ներկայացնել այն նյուանսները, որոնք կարող են փոխվել կամ այն ցանկությունները, որ այդ ընդդիմադիր ուժը ուզում է ունենալ։ Պատասխանելով ձեր հարցին, հենց դա է հարցը, որ դուք ասում եք ինչ պետք է անել, պետք է հասկանալի լինեն ապագայում, եթե գալիս են իշխանության, պետք է, այսպես ասենք, այդ հասկանալի լինելը նաև հնարավորության պատուհան լինի, նաև նույն Միացյալ Նահանգների համար, որտեղ Միացյալ Նահանգները ասում են իրենք աջակցելու են, ինչքան էլ իրենք աջակցեն, այդ թվում աչք փակեն այն բոլոր իրավախախտումների վրա կամ բռնությունների վրա, որոնք կարող են լինել եւ որոնք կան, բայց այնուամենայնիվ իրենք շատ լավ հասկանում են, որ եթե մարդու ռեյտինգը կամ քաղաքական ուժի ռեյտինգը բավականին ցածր է եւ բավարար չէ, որպեսզի ընտրությունների արդյունքում միազնյա օրինակ 30%-ը դարձնել 50%, ապա իրենք չեն կարող դրա մեջ խառնվել, որովհետեւ այսինքն լեգիտիմության ճգնաժամ ապրող դեմքին իրենք չեն պատրաստվում։ Իրենք չեն պատրաստվում ամենայն դեպս աջակցություն ցուցաբերել գետնի վրա։ Դու կարող ես աչք փակել, դու կարող ես նույնիսկ հայտարարություն անել, բայց եթե գետնի վրա իրավիճակը այլ է, փողոցում ընտանիքների խոհանոցում եւ այլն, այդպես միամիջամտություն չի կարող լինել, առավելևս որ դրա նման ռեսուրս մեր տարածաշրջանում առայժմ Միացյալ Նահանգները չունեն, այսինքն դա կոնկրետ ռեսուրս պետք է լինի գետնի վրա։ Այսօր ռեսուրս
գետնի վրա, օրինակ ուժային ռեսուրս արտաքին ուժերից ունեն մեր տարածաշրջանում Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, չէ, եւ Իրանը Շատ լավ, պարոն Հակոբյան, ռեսուրսի հարցին դեռ կգանք, որպեսզի գետնի վրա իրողություն փոխվի, շատ կարևոր է, որ ընդդիմությունը հասկանալի լինի ոչ միայն արտաքին ուժերի համար, այլ իհարկե նաև ներսի լսարանի համար, հանրության համար։ Հիմա ինչ վերաբերում է ռեսուրսների խնդրին, միջամտելու ռեսուրսներին, տեսեք Մոլդովայի օրինակ ինչ կիրառվեց Մոլդովայում։ Համագործակցելով Մետայի հետ, այդ գիգանտների հետ, մի քանի օրում հսկայական քանակի հետևորդներ ունեցող էջեր հեռացվեցին միանգամից, ադմինիստրատիվ ռեսուրսներով կարողացան ալգորիթմների վրա ներազդել, մի շարք կայքեր փակվեցին ուղիղ միջամտությամբ, հատուկ ծառայությունների, պատճառաբանելով, որ գործ ունենք հիբրիդային պատերազմի հետ եւ տարածում են ազգային անվտանգությանը սպառնացող ուրեմն տեղեկություն։ Իրավական հիմքեր ստեղծեցին, որպեսզի առանց դատարանի որոշման ուղիղ սանկցիաներ կիրառվեն, Այսինքն մեծ փաթեթ, որը կիրառվեց եւ որի կիրառումը մենք արդեն Հայաստանում տեսնում ենք տարբեր դրսևորումներով եւ հասկանալի է, որ որքան ընտրությունը մոտենա, այնքան ավելի ընդգրկուն եւ ամբողջական այդ փաթեթը կկիրառվի։ Դուք տեսնում եք ընդդիմության կողմից այդ ռիսկերի հաշվարկում եւ հաշվի առնում է եւ ինչպես է պատրաստվում սրան դիմակայել։ Գիտեք, ես իհարկե չեմ կարող ընդդիմության փոխարեն պատասխան տալ, դա ուղղակի երևի թե պետք է ուղղակիորեն ընդդիմության տարբեր սեգմենտի ղեկավարներին դրա մասին հարցրել։ Համենայն դեպս ինձ դեռ տեսանելի չէ այդ աշխատանքը։ Ես կարող եմ ենթադրել, որ քանի որ այդ բոլոր տեխնոլոգիաները, որոնց մասին դուք ասում եք, այդ թվում դրանք ընդհանուր առմամբ կոչվում են Մոլդովայի տարբերակ, Մոլդովայի տեխնոլոգիաներ եւ այլ, այսինքն սկսած նրանից, որ կարող են ուղղակիորեն որևէ քաղաքական ուժի չգրանցել կամ գրանցել հետո զրկել եւ այլ, այս ամեն ինչը, այսպես ասենք, բաց է դրա մասին խոսվում, բավականին ուղիղ է դրա մասին խոսում, այսինքն չի կարող պատահել, ես ենթադրում եմ, որ լուրջ ընդդիմություն է, առավելևս արդեն ֆորմատավորվող ընդդիմությունը, տարբեր բլոկեր, տարբեր դաշինքներ ձևավորում, իրենք չեն հաշվի առնում այդ տարբերակը։ Այսինքն սա նշանակում է, որ եթե դու վտանգի տակ կարող ես լինել, այսինքն եթե քեզ կարող են թիրախավորել եւ ի վերջո չգրանցել, ապա դու միշտ պետք է ունենաս տարբերակ, որին կարող ես դիմել, այսինքն տարբերակ նշանակում է կարող են փակել մի կուսակցություն, պետք է լինի այլ կուսակցություն, այլ այսպես ասենք ինչ-որ հարթակ, որը դու կարող ես օգտագործել նման դեպքում։ Տեսականորեն դա հասկանալի է։ Ես կարծում եմ պրակտիկորեն էլ այդ ուղղությամբ գնացել են, եթե նկատել եք, դեռևս կան այս պայդրությամբ, դեռևս կան շատ ֆորմատներ, որոնք հասարակական ֆորմատում են գտնվում, այսինքն նույնիսկ չեն ասում, թե ինչ կուսակցություն է լինելու, որով իրենք հանդես են գալու այս պահի դրությամբ։ Իհարկե, եթե մենք ընդունում ենք, որ իշխանությունը այնքան վայրագ մեթոդներով պետք է դիմի, որ ինչ կուսակցություն լինի, բոլորը պետք է փակվեն, ասենքն մի 10 կուսակցություն տեսականորեն կարելի է փակել իրար հետևից եւ բացահայտվում է, որ սա իրենց, այսպես ասենք, զապասնոյ այրադրումն է, այո, նման պարագայում իհարկե դա լուրջ հարց է, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ այսօր, որը ընդդիմադիր է, ինքը պետք է ունենա այդ այսպես կոչված այդ պահուստային տարբերակները, կուսակցություն կլինի, թե մի այլ բան կլինի, իսկ ստրատեգիական առումով ընդհանրապես, ես այսպես ասեմ, ես դրա մասին ասել եմ, գիտեք, մեր շատ ընդդիմադիրներ ավանդաբար ինչի մասին են խոսում, ասում են, եթե ինչ-որ կեղծվի, չգիտեմ, այլ արդյունք լինի եւ այլը, կա պլան B, պլան C, յետընտրական զարգացումների մասին է հիմնականում։ Խոսքը յետընտրական զարգացումներ մենք բոլորս երթևի ենթադրում ենք, որ դա փողոցն է։ Փողոցն է, որի ճնշմամբ պետք է այսպես կեղծված ընտրությունների արդյունքները չեղարկվեն, վերանայվեն եւ այլ, եթե չասեմ, ինչպես երկրորդ նախագահն էր ասում, Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսներից մեկում ասեց, որ եթե այդպիսի բան լինի, օրինակ մոլդովական, ապա Հայաստանում կլինի հեղափոխություն։
մի քանի ամիս առաջ, բանի ասուլիսի ժամանակ ուղղակի տեքստով դրա մասին ասեց։ Այսինքն սա է ենթադրվում։ Հիմա ես այսպեսի հարց եմ տալիս, եթե ընդդիմությունը ունի այդ յետընտրական զարգացումների համար ռեսուրս, չէ՞, փողոց, ապա ինչու այդ ռեսուրսը չպետք է գործի դրվի նախընտրական եւ ընտրական գործընթացների ժամանակ, որպեսի թույլ չտրվի այն բոլոր նեգատիվ կամ ոչ լեգիտիմ քայլերը, որոնք կարող են լինել եւ որի պատճառով դու պետք է դուրս գաս ըստ էության հետընտրական զարգացումների։ Որ ավելի դժվար է միշտ։ Իհարկե, միշտ ավելի դժվար է։ Սա նշանակում է, գիտեք, ցանկացած իշխանություն իր գոյաբանական խնդիրներից ելնելով կարող է ցանկացած քայլի դիմել։ Հիմա եթե դու ունես այդ ռեսուրսը այս ընտրություններում, դա պետք է զուգորդվի իրար։ Այսինքն նախընտրական կամպանիա է տարվում, օրինակ, չէ՞, ընդհանուր առմամբ ռոլիկներ են պտտեցվում, հանդիպումներ մարզերում, քաղաքում, բնակիչների հետ, գիտեք, այդ հայտնի ստանդարտներ գոյություն ունեն, այսպես ասենք, նախընտրական, դրանք ես կարծում եմ պետք է դու կարողանաս այնպիսի մթնոլորտ ստեղծես փողոցում եւ խոհանոցներում, որպեսզի նման քայլերի իշխանությունը չկարողանա գնալ, որովհետեւ որպեսզի իշխանությունը կարողանա նման ուժային քայլերի գնա, պետք է լինեն համապատասխան կատարողներ։ Սովորաբար ուժայինները նման քայլերի չեն գնում, այսպես ասենք, փորձում են գոնե նեյտրալ մնալ այն դեպքում, երբ զգում են, որ մթնոլորտը իրավիճակը փողոցում մի քիչ այլ է։ Պարոն Հակոբյան, սրա մասին մենք 7 տարի լսում ենք։ Ես հիմա դրա մասին եմ ասում, որ եթե դու այդ ռեսուրսը, որի մասին անընդհատ ասում ես, չես օգտագործում ընթացքում ընտրությունների, Եվ հետո մտածում ես, որ դա կօգտագործես յետընտրական զարգացումներով, այսինքն այդ ռեսուրսը օգտագործես, որպեսզի վերանայես ընտրության օֆիցիալ Դեժավյու է, մենք 21 թվականին դա տեսել ենք։ Ես կարծում եմ, ես հենց դրա մասին եմ ասում, որ այդ ամեն ինչը պետք է լինի զուգահեռ։ Եթե չի լինելու, եւ հույսը դրվելու է միայն այն բանի վրա, որ մաքուր ընտրություններ լինելու բան, ես կարծում եմ, որ այդ ուժային բալանսը չի պահպանվելու։ Այս ընտրությունը, ինչպես 21 թվականինը, այս իշխանության համար գոյաբանական է, էգզիստենցիալ է։ Այդպիսի նշանակություն ունի։ Եվ երբ դուք հարցադրում արեցիք իշխանությունը կգնա վայրագ քայլերի, ենթադրենք բոլոր կուսակցություններին փակելու տեսանկյունից, ես ինքս համարում եմ, որ վայրագ քայլերի այո պատրաստ է գնալ իշխանությունը։ Հիմա հարցն է, թե ընդդիմությունը այս ընտրությունը ինչպիսին է ընկալում, հա? Եթե իսկապես ընկալում է էգզիստենցիալ Հայաստանի Հանրապետության համար, ապա դժվար թե ռեսուրսների խնայելու ռեժիմում լինեն։ Կա մի շատ հայտնի ասույթ, հա, այնքան կարևոր չէ ինչպես են քվեարկում, շատ կարևոր է թե ինչպես են հաշվում։ Ընտրատեղամասերում դիտորդական առաքելությունների նշանակությունը կարծում յուրաքանչյուր քաղաքական ուժ գիտակցում է։ Արդյոք մենք տեսնում ենք նախապատրաստական աշխատանք, ընդ որում քաղաքական ժամանակը շատ կարճ է։ Տեսնում ենք նախապատրաստական աշխատանք, կազմ ունենալու պատրաստ մարդկանց, որոնք ընտրատեղամասերում կպայքարեն յուրաքանչյուր քվեի համար։ Ես կխմբագրեմ, կարևոր է նաև թե ինչպես են քվեարկում, բայց շատ կարևոր է, արդյոք ընդդիմությունը ի վիճակի է լինելու այդ քվեները պաշտպանել ընտրատեղամասերում։ Ոչ շոշափելի ինչ որ վերերկրային բաներ չեն, դրանք շատ շոշափելի հարցեր են, հնարավորություններ են, որոնք այո, ռեսուրսները մոբիլիզացնելու պարագայում հնարավոր է իրականացնել, իրագործել։ Նախ եւ առաջ իսկապես բոլոր ռեսուրսները պետք է մոբիլիզացված լինեն։ Ընդդիմություն հասկացողությունը այս 4 բլոկ կլինի հիմնական, թե քանիս դեռևս վերջնական դժվար է ասել, բայց այնուամենայնիվ հիմնականում համարենք 4 խոշոր բլոկ է նշмарված, հա, նշмарվում, իրենք պետք է, ես կարծում եմ, պարբերաբար նստեն սեղանի շուրջ, մեմորանդումներ ստորագրեն նույնիսկ, որպեսզի բոլոր բնակչությունը եւ ընտրողները հասկանան, որ իրենք միասնական են ստրատեգիական առումով։ Ես կարող եմ դրա մասին խոսել, բայց էլեմենտներից մեկը դա պետք է լինի, այսինքն պետք է լինի հստակ պայմանավորվածություն, հստակ հայտարարություն, եթե ուզում եք պայմանագիր, որ յուրաքանչյուրի ռեսուրսը, դա կլինի հանձնաժողովի անդամ, թե կլինի վստահված անձ, նույնիսկ իրենց վերահսկողության տակ մեդիայի ներկայացուցիչ, իրենք բոլորը աշխատում են ընդհանուր ընդդիմության համար։
ընդհանուր առմամբ։ Եթե պետք է պայքարեն, պայքարելու են ընդդիմության։ Եթե կռիվ պետք է տան, պետք է կռիվ տան ընդհանուր ընդդիմության համար։ Այսինքն, որովհետև իսկ նախ եւ առաջ այդ բոլոր ուժերը իրենք երբ որ մեմորանդում ստորագրեն, իրենք պետք է հստակ երևի թե նշեն, որ իրենց հիմնական նպատակը տվյալ պարագայում թիվ 1 նպատակը դա իշխանափոխությունն է, այսինքն զրկել իշխանությունից գործող իշխանությանը ընդհանուր առմամբ։ Եվ եթե նպատակը դա է նախ եւ առաջ, հետո նոր, եթե մենք կարողանում ենք, այսպես ասենք, խորհրդարանում նորմալ ձայներ հավաքել, նորմալ տոկոսներ նստում ենք իրար հետ ձևավորում ենք կառավարություն, դա այլ խնդիր է։ Դա արդեն մյուս խնդիրն է, այդպես չսպանված արջի մորթին դեռևս չսկսեն կիսել եւ այլը, գուցե պրինցիպ կարող են ունենալ ինչ որ սկզբունք, որ օրինակ առաջի տեղը գրաված ընդդիմության մեջ իրավունք ունի, այսպես ասենք, առաջնային կարգով իր վարչապետի թեկնածուն առաջադրել, դա էլ կարելի է պայմանավորվել։ Այսինքն մեր հանրությունը ընդհանուր առմամբ պետք է շատ հստակ ընկալի վիզուալ, աուդիո եւ այլը բոլոր ֆորմատներով պետք է հստակ հասկանա, որ այս ընդդիմությունը միասնական է ստրատեգիական առումով։ Տակտիկական առումով տարբեր շարասյուններով են գնում, բայց ունենալով օրինակ, այնց պայմանական եմ ասում, Գյումրու տարբերակը, որ վերջում կարելի է իրար հետ պայմանավորվել եւ ստանալ դրական արդյունք, հա, իրենք այսպես որոշել են այս ֆորմատով գնալ։ Գուցե ես ասեմ ձեզ, մոլդովական սցենարի վտանգը ունենալով, գուցե սա նույնիսկ ավելի, այսպես ասենք, տակտիկական առումով ճիշտ ֆորմատ է, երբ որ դու մի քանի շարասյունով ես գնում, որովհետև եթե բոլորին պետք է փակեն, ընդհանրապես ընտրության մասին խոսք չի կարող լինել։ Այսինքն, եթե դու թույլ ես տալիս, որպեսզի երկրում այնպեսի վիճակ լինի, դու այնքան թույլ ես, որ այնպեսի վիճակ լինի, որ քեզ բոլորին փակեն, բոլորի բերանը փակեն, ինտերնետը անջատեն, ինչպես դուք ասացիք։ Հիտլերյան Գերմանիայում ընտրատեղամասում մեկ թերթիկ էր, հասկանալի ինչ։ Սովետական միության ժամանակ էլ այդպեսի բան կար, ֆորմալ առումով էլ իհարկե։ Այդ ամեն ինչը կարելի է անել, եթե դու թույլ ես տալիս։ Մենք քիչ առաջ դրա մասին էինք խոսում, ասում եմ, եթե դու ունես ռեսուրս, որ կարող ես օգտագործել, ինչ ես օգտագործում հետո։ Եթե դու կարող ես մթնոլորտ այնպեսի ստեղծել, որ ուժայինները օրինակ ամեն քայլի չգնան։ Ուժայինը մտածի, բա որ հանկարծ բան է փոխվում։ Հիմա սա է խնդիրը, այսինքն իրենք պետք է ունենան ընդհանուր խնդիր։ Այդ բոլոր ռեսուրսները, մանավանդ վերահսկողական ռեսուրսները ընտրությունների ժամանակ իրենք պետք է աշխատեն բոլորի վրա, ոչ թե մի ուժի վրա։ Գուցե թվում է, որ տեսական բան եմ ասում, բայց դա պրակտիկ, այսինքն դա պետք է արվի, ցանկացած տեսական բան, եթե դա ճիշտ է, պետք է արվի։ Դուք հիմա հարց եք տալի ինչ պետք է անի, չէ՞։ Ինձ համար տեսանելի է, որ ոչ միայն տեսանելի է, այլ ես տեղեկացված եմ, որ որոշակի տրեյնինգներ են արվում, այդ թվում այդ բաների հետ կապված։ Նախ եւ առաջ իհարկե դեռևս մարդկանց են ասենք ներգրավում, որովհետև մոտավորապես առնվազն, եթե չեմ սխալվում, մի 6-6.5 հազար մարդ է պետք ունենալ բոլոր տեղամասերը փակելու համար։ Այսինքն նախ եւ առաջ այդքան մարդ պետք է ներգրավես, այդ ուղղությամբ կարծես թե աշխատում են համենայն դեպս իրենց հարցազրույցներում այդ կուսակցությունների քաղաքական ուժերի լիդերները դրա մասին խոսում են։ Եվ բնականաբար այդ մարդկանց պետք է տրեյնինգների միջոցով օրենքից սկսած, օրենք սովորացնելուց սկսած իրենց իրավունքները եւ վերջացած մնացած, այսպես ասենք, ներբություններով, այդ թվում կամային հատկություններով եւ այլ բան դաստիարակելով պետք է կարողանաս անես։ Ես որքանով գիտեմ, այդ ուղղությամբ համենայն դեպս խոշորները դրանով զբաղվում են։ Ես կարծում եմ դեպի ընտրություններ, ասենք մոտ 1 ամիս հետո ավելի կակտիվանա այդ ուղղությամբ։ Դուք նաև նշել եք, որ կարևոր է պայմանավորվել իրար հանդեպ կարմիր գծերը չհատելու մասին։ Եվ ասում եք շատ կարևոր է, որ ֆիքսեն թիրախը մեկն է իշխանափոխությունն է։ Պարոն Հակոբյան, արդյոք իսկապես թիրախը մեկն է իշխանափոխությունն է, թե հնարավոր է, որ դիտարկվում է նաև ընդդիմության փոփոխության տարբերակը։ Գիտեք, ես կարծում եմ իշխանությունը գուցե ուզում է ընդդիմության փոփոխման տարբերակը անել ընդհանուր առմամբ, որովհետև պատահական չէր իմիջիայլոց, եւ հիշում եք Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարում էր պարլամենտում, որ հաջորդ խորհրդարանում, այսինքն այսօրվա ուժերը չպետք է լինեն եւ այլը, այս առումով։ Բայց դա ես կարծում եմ դա զուտ հայտարարություն է,
Որովհետև ես հիմա չեմ ուզում ճիշտ ասեմ մտնեմ այդ թեմայի մեջ, չվնասեմ, այսպես Բարի, ասեմ։ իմ Ես հարցը, պարոն ունեմ իմ Հակոբյան, կարծիքը, անկեղծ եմ ասում, այսպես չեմ ուզում մանևրեմ, հիմա ես ասում եմ, ես ունեմ իմ կարծիքը, իշխանությունը ինչ կուզենա անի, ինչ կարող է անել, այդ թվում չգրանցելու առումով, ում չգրանցի, ում գրանցի, դա հասկանալի է։ Ես հիմա ուղղակի չեմ ուզում դրա մասին խոսել, որպեսզի, այսպես ասենք, չվնասեմ։ Չվնասեմ, այդ թվում նաև այն գործընկերների, որոնք զբաղվում են այդ քաղաքական նախագծերով, հա, քաղաք տեխնոլոգներին եւ այլը, իրենց գործին։ Իմ հարցը ոչ այնքան թե ինչ է ուզում իշխանությունը, պարոն Հակոբյան, ինչ է ուզում ընդդիմությունը, դա շատ կարևոր է։ Ես հիմա այդ հարցին եմ ուզում պատասխանեմ։ Դուք բավականին հետաքրքիր հարց տվեցիք նախորդ հարցի մեջ էր։ Ասում եք իշխանության համար դա էգզիստենցիալ է, գոյաբանական է, իսկապես։ Իրենք հենց այդպես էլ կարծում են շատերը, երբ դուք իրենց հետ խոսում եք, իրենք նաև իրենց անձնական անվտանգության կարծես թե հարցն են ուզում լուծեն, նոր հետո գուցե իշխանության, հիմա առաջինը, այսպես ասենք, այդ հարցն են ուզում լուծեն։ Ընդդիմության համար ես կարծում եմ գոյաբանական է այնուամենայնիվ քաղաքական, նախ եւ առաջ եւ այդքան էլ իրենց կարծիքով գոյաբանական չէ, իրենց անձնականը։ Այսինքն, եթե իշխանության ներկայացուցիչների համար անձնական ողբերգություն կարող է համարվել իշխանության կորուստը եւ վտանգներով հղի, ապա ընդդիմության մի շարք թևեր կարծում եմ այդպես չեն մտածում, այսինքն քաղաքական վտանգներ են տենում երկրի վերանձնային են նայում, բայց այստեղ մի նրբություն կա, ես օրինակ կարծում եմ, որ իրենք այդտեղ սխալվում են, որովհետև իրենց պարտությունը կարող է դառնալ գոյաբանական նաև իրենց համար, շատերի համար։ Այսինքն գոյաբանական այդպես տրագիկ բաներով չասենք, այսինքն կարող է հետագայում անդրադառնալ նաև իրենց անձնականին, այսպես ասեմ։ Եթե իրենք այսօր այդպես չեն մտածում, ապա կարծում եմ մի քիչ շատ լավատեսորեն են դրան վերաբերվում։ Այս առումով այսօր այս վիճակն է, ռեալ դաշտում, ես կարծում եմ ռեալ հողի վրա քաղաքական տեսակետից, հոգեբանական տեսակետից, մարդկային տեսակետից սա է։ Այնուամենայնիվ, պարոն Հակոբյան, երբ քո կռիվը պայքարը վերանձնային է, դա շատ ավելի լուրջ մոբիլիզացիայի է մղում, որովհետև գաղափարական բաղադրիչը այդ պարագայում շատ ավելի ուժեղ է, քան երբ ուղղակի ինստինկտներով, բնազդներով ես առաջնորդվում։ Գիտեք, ընդհանուր առմամբ այստեղ երբ դու գոյաբանական խնդիր ես վարում քո համար, դու այդպես պատին սեղմված ես քեզ համարում, այսօր անկյուն ես քշված, դու, այսպես ասենք, որևէ սահմանափակումներ այդ դեպքում Արչև չես դնում։ Հա, հիմա դա էլ է մոբիլիզացիա, որովհետև այստեղ կա, այսպես ասենք, անվտանգության, քո սեփական անվտանգության խնդիր, այսինքն համեմատել, ես հիմա չեմ վերցնի իմ վրա այդ համեմատել, ում համար որն է ավելի մոբիլիզացիան, բայց պարզ է, որ եթե ընդդիմությունը ավելի գաղափարական, ավելի պետականամետ, այսպես մղումներից ելնելով է մոբիլիզացվելու, դա նույնպես լուրջ բան է։ Այսօրվա աշխարհում կան գեոքաղաքական լուրջ կենտրոններ, որոնք եթե տեսնում են, որ այս քաղաքական ուժը ինքը իր երկրի վրա է աշխատում, այլ ոչ թե երրորդ երկրի շահերն է պաշտպանում, ապա հաշվի են նստում այդ քաղաքական ուժի ծրագրերի հետ, այսինքն այս ուժը, որը հիմա իշխանություն է կամ ընդդիմություն, ինքը սիրում է իր երկիրը, ինքը իր երկրի համար է այս ամեն ինչը անում, այլ ոչ թե իշա երրորդի, այսպես ասեմ։ Հիմա տեսեք այսօրվա աշխարհաքաղաքական կոնստրուկցիան, որ հիմա ձևավորվում է, ավելի շուտ աշխարհի վերաձևավորման այս փուլում կա Միացյալ Նահանգներ, որը որ այսպես ամերիկան առաջի հերթին, ինչպես իրենք են ասում, չէ, այսինքն իրենց համար շատ կարևոր է, որ ամեն ինչ այսպես պետական իրենց ազգային շահից ելնելով լինի, իրենց այդքան առանձնապես չի հետաքրքրում երրորդ
աշխարհի կամ երրորդ երկրների շահերը, այսինքն իրենք այնտեղ գումար չեն դնելու, բան չեն անում։ Այն ինչ որ տեղի է ունենում Հայաստան, Ադրբեջան, այս հարաբերություն տրիպի հետ կապված, Միացյալ Նահանգները դա ոչ Հայաստանի համար են անում, ոչ Ադրբեջանի։ Դա իրենք ուղղակիորեն ասում են, որ մենք աշխատատեղ ենք ստեղծում մեր բնակիչների համար, ամերիկացիների համար։ Ի վերջո այս բանի հետ է կապված 5 միլիարդը գումարած 4-ը։ Մենք բոլորս հասկանում ուղղակի տեքստով է ասում, որ դա արտահանման խրախուսում է։ Այսինքն Հայաստանն է փաստացի, որքանով դա ծիծաղելի կարող է ինչ է, Հայաստանն է ինվեստիցիա անում ամերիկյան էկոնոմիկայի մեջ, տնտեսության Բայց մի հրաշքով, թարգմանչի սխալով դա կարող է դառնալ քարոզչական հող։ Ինչպես ասացի, դա չէր կարող երկար տևել։ Կարծում եք, պարոն Հակոբյան, Հիմա ես կարծում եմ, որ իշխանությունը այնուամենայնիվ քարոզչական էֆեկտը ստացավ։ Քարոզչական էֆեկտը ստացավ, բայց այդ քարոզչական փուչիկը ես կարծում եմ շատ հեշտ կարելի է տրաքացնել, առավել ժամանակ նույն ընդդիմությունը ունի, դա շատ պարզ սխեմա է ընդհանուր առմամբ։ Դա ավելի բարդ է մյուսը 4 միլիարդի հարցը, որովհետև այնտեղ գիտեք, իսկապես կա ինվեստիցիոն գործոն կապված այդ կիսահաղորդիչների Nvidia-ի նախագծի հետ, բայց այնտեղ է կա նրբություններ, բայց քանի որ հիմա մենք դրա մասին չենք խոսում, այսինքն ովքեր են իրականում ինվեստորները, որովհետև այդտեղ սփյուռքի հսկայական գործոնը կա ընդհանուր առմամբ, իհարկե ոչ առանց Միացյալ Նահանգների պետության աջակցության, որովհետև առանց իրենց դա չէր կարող լինել։ Հիմա եթե ուրեմն մեր ընդդիմադիրները կարողանում են ներկայանալ, որ իրենք հանուն պետության են դա անում, իրենց ազգային պետության շահի, այլ ոչ թե երրորդ ուժի, երրորդ պետության, ոչ թե հանուն, ասենք թե Եվրոմիության, հանուն Իրանի, հանուն չգիտեմ Միացյալ Նահանգների, նույնը ռուսների մոտ է։ Ռուսներն էլ իրենց համար հասկանալի չի, միշտ ինչու են օրինակ Ռուսաստանը, այսօրվա Պուտինյան Ռուսաստանը եւ սովորաբար Հանրապետական կուսակցությունը Միացյալ Նահանգների ավելի շուտ իրար հետ լեզու գտնում, որովհետեւ իրենք համարում են, որ յուրաքանչյուր կողմը հանուն իր պետության շահի է այդ ամեն ինչը անում եւ ընկալումով են մոտենում իրար եւ կոմպրոմիսներ գտնում են։ Պարոն Հակոբյան, օրինակ դեմոկրատների հետ ավելի բարդ է։ Այդքանով հանդերձ, պարոն Հակոբյան, Հիմա աշխարհաքաղաքական ուժերը ձեր նշած։ Հիմա Իրանը կներեք, նույն Իրանը իհարկե դրա մասին չի խոսում, բայց իրենք ես կարծում եմ համենայն դեպս վերջին իրենց հայտարարությունից բխում է, որ իրենք ասում են, որ այն ինչ անում է Հայաստանի այսօրվա իշխանությունը, իշա Հայաստանի Հանրապետության չի, այլ իշա երրորդ կողմի է։ Աշխարհաքաղաքական այդ հիմնական ուժերը, որոնց մասին դուք խոսեցիք, այս ամբողջ ընթացքում ուղիղ թե անուղղակի սատարել են պետական շահը, Հայաստանի ազգային շահը աճուրդի հանած Նիկոլ Փաշինյանի։ Իհարկե, որովհետև այդ աճուրդի է հանվել եւ դրանից իրենք օգտվում են իշա իրենց երկրների։ Սա է խնդիրը։ Այսինքն Հայաստանում պետք է լինի իշխանություն, նախ եւ առաջ ձևավորվի Հայաստանի ներսում, այլ հարց է, գիտեք, նորից եմ ասում, հիմա եթե կա իհարկե գործուն աջակցություն կարող է լինել, նույն Թուրքիայի աջակցությունը, եթե սահմանափակվի միայն հայտարարությամբ, որ աջակցում են, դա, այսպես ասենք, չարյաց փոքրագույնն է։ Օրինակ, ես հիշում եմ 21 թվականի փետրվարին, երբ Հայաստանի գլխավոր շտաբը հայտարարություն արեց, հայտնի հայտարարությունը, Թուրքիան միանգամից արձագանքեց։ Ընդ որում դա չսահմանափակվեց, որքանով հետո մեզ հայտնի դարձավ միայն այդ հայտարարության, որ իրենք թույլ չեն տա, այլ նաև իրենք ուղղակիորեն Ռուսաստանի միջոցով սպառնալիք արեցին, որ իրենք կարող են մտնեն։ Այսինքն դա արդեն գործուն աջակցություն է, դա գործուն, բայց եթե զուտ հայտարարությունների մակարդակով լինի, դա ոչինչ, միևնույն է, այսպես ասենք, որոշողը ներսն է, ներսի ընտրողն է։ Պարոն Հակոբյան, վերջին հարցս հենց ներսի որոշման մասին է։ Այնուամենայնիվ, դուք որ տարբերակն եք համարում ամենաարդյունավետը ներսում հաջողության հասնելու համար, ընդդիմության հաջողության մասին է խոսքս։ Շատ խոսվում է ընդդիմության միասնականության հարցի կարևորության մասին, բայց խոսվում է նաև մի ստրատեգիայի մասին, որում ընդդիմությունը կարող է մի քանի բլոկով, մեծ բլոկով խաղալ եւ դա նույնպես արդյունք տա։ Գիտեք, իրողությունը այնպիսին է, որ ֆորմալ առումով միասնական կամ ֆիզիկապես միասնական չի լինելու։ Ընդ որում դրա մասին հայտնի է վաղուց, այսինքն մեկ ճակատով չի լինելու, այսինքն այսօր քննարկել որն է լավ, որն է վատ, ունի եւ կարող է այսպես էլ էֆեկտիվ լինել, այնպես էլ։ Հիմա տեսեք, քիչ առաջ մենք խոսեցինք, որ եթե իշխանությունները
գնալու են այս կամ այն դաշինքին չգրանցելու ճանապարհով։ Եթե բոլորը մի կաթսայի մեջ են, իշխանության համար ավելի հեշտ է։ Իշխանության համար կարող է ավելի հեշտ լինել։ Եթե իշխանությունները նման քայլի չէին դիմելու ընդհանուր առմամբ, այսինքն իշխանություն չեն գնում նման քայլերի։ Իհարկե, տեսականորեն եւ պրակտիկորեն շատ ավելի հրապուրիչ է եւ շատ ավելի հասկանալի ընտրողի համար, եթե ամբողջ ընդդիմությունը, ամբողջ, հիմնական ընդդիմությունը մասնակցում է մի բևեռով, այսպես նորից այդ սև-սպիտակի տարբերակն է դիլում, ամեն ինչ շատ հասկանալի է, առավելևս հայկական մենտալիտետում այդ միասնականություն, հասկացողությունը ինքը շատ կարևոր նշանակություն ունի։ Այդ իսկ պատճառով հիմա փաստը այն է, տվյալ պարագայում, ես հիմա չեմ ուզում տեսական խոսակցությունների մեջ մտնեմ, եթե միասնական լիներ, այսպես կլիներ, նորից եմ ասում, ամեն մեկը ունի իր պլյուսը իր մինուսները, բայց ռեալություններից ելնելով, այսօր մենք ունենք առնվազն կարծես թե մի 4 խոշոր միավորում, որոնք մասնակցելու են ընտրությունների որպես ընդդիմադիր։ Ընդ որում, այստեղ առանձնահատկությունը իրավիճակի այն է, որ յուրաքանչյուրը ունի իր ընտրազանգվածը տվյալ պարագայում։ Կա ասենք թե արմատական ընդդիմադիր ընտրազանգված, որը գնալու է, ասենք, ինչ որ մի բևեռի հետևից, հիմա եթե պետք է անունը տանք, բայց կա մոտավորապես օրինակ 55% ձայն, որոնք չկողմնորոշված են, ես սա պատկերավոր միշտ ասում եմ, դա խոպան է, մանավանդ այն ուժերի համար, որոնք նոր են մտնում քաղաքական դաշտ, նոր են մտնում եւ որոնց սպասում էին տեսականորեն, որովհետև նրանք ովքեր որ ասում են, որ մենք չենք կողմնորոշվել, չենք մասնակցում, ենթադրաբար իրենք չեն ուզում տեղավորվել կամ իրենց սրտով չի այդ բանը նախկին ներկա նարատիվը, իրենք ըստ էության մի այլ բան են ուզում եւ հիմա իրենք ընտրելու հնարավորություն ունեն, այսինքն այդ այլընտրանքը իրենց ներկայացվում է աշխարհաքաղաքական տարբերություններով եւ մոտեցումների տարբերություններով, այսինքն կա ընտրելու բան։ Ես կարծում եմ իրոք արժանի ընտրելու բան կա, այսինքն մենք դեռ կտեսնենք իհարկե նաև ծրագրային առումով եւ ես չեմ կարծում որ միջև գոնե այս պայդրությամբ միջև վերջ բացված է մարդկային ռեսուրսը, թե կադրային ռեսուրսը, թե ում մասին է խոսքը ընդհանուր առմամբ, այս առումով ես կարծում եմ դեռ ինտրիգներ կա եւ շատ կա ենթադրում եմ մենք դեռևս վարչապետացուներին բոլորին չգիտենք այս առումով։ Ես կարծում եմ այս առումով կարող է բան լինել, հետաքրքիր լինել, երբ մենք ասում ենք որն է ավելի էֆեկտիվ, մենք ամենայն դեպս տեսել ենք, որ բանով տարբեր շարասյուններով գնալն է կարող է էֆեկտիվ լինել, մենք տեսել ենք նաև, որ առանձին գնալն է, բայց հիմա առանձին չկա։ Եկեք դրա մասին էլ չխոսենք, որովհետև մենք խոսում ենք պրագմատիկ դաշտում, մենք խոսում ենք, բայց նույնիսկ լինելով տարբեր շարասյուններով գնալուց դու կարող ես հստակ մեսիջ ուղարկել միասնություն սիրող հանրությանը, որ մենք միասնական ենք առնվազն մի խնդրում։ Մեր գլխավոր խնդիրը ստրատեգիական խնդիր է, ռազմավարական խնդիրը դա իշխանությունը փոխելն է։ Այդ իսկ պատճառով մենք գնում ենք այս տակտիկայով։ Իսկ դրա համար դու պետք է անընդհատ դա ապացուցես, որ դու միասնական ես։ Այսինքն ընտրողը, որը որ միասնության բառի, այսպես ասենք, երկրպագուն է, միասնության կարոտ է, ինքը պետք է տեսնի, որ սա միասնություն է, ուղղակի տարբեր բանով են գնում, շարքերով են գնում, դա զուտ տակտիկական խնդիր է, այդ թվում նաև ապահովագրվում են մոլդովական սցենարներից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։